Ես իհարկե, ես պետք է ասել, նա առաջինը, ինչպես նշեցի, ինչու է կարևոր այս այցերը, որովհետև իսկապես մի բան է դու տեղեկատվական դաշտից իմանաս ինչ-որ նյութեր, հա, մյուս բան է, որ քո աչքերով տեսնում ես երկիրը, տեսնում ես նմանությունները, դուք չեք կարող նմանությունները ուղղակի ծրագրավորել, որ հայերի այցելությունների ժամանակ մարդիկ իրանց պահեն շատ ծանոթ, դուք մեկ-մեկ նույնիսկ մոռանաք, դուք Երևանում եք, թե Բաքվում եք, իրոք մարդիկ նման են, հագնվելու ձևն է նման, շփվելու ձևերն են նման, իհարկե կան նաև տարբերություններ, դե խոհանոցը, երաժշտությունը եւ այլն, դա այն թեմաներից է, որ նույնպես չի քննարկվում, մի բան է դա իմանալ ուղղակի որպես վերացական, մյուս բան է տեսնել հասարակություն, որ շատ նման է մեզ, հարցեր կա նման չէ ու միաժամանակ այդ քաղաքում ահռելի ադրբեջանական դրոշ է, հա, դու մոռանում ես մի պահ, որ ինչ երկրում ես գտնվում ու մի պահ դու հասկանում ես, որ ինչ երկրում ես գտնվում։ Երկրորդը ես կարծում եմ մեր Հայաստանի, հատկապես Երևանի, նաև քաղաքապետարանի աշխատողները, ընդհանրապես քաղաքական գործիչները պետք է այցելեն Բաքու, պետք է տեսնեն ընդհանրապես այդ երկրում կատարված ինֆրաստրուկտուրային աշխատանքները, մոդելը նաև որպես քաղաքաշինության, հետո գան Հայաստան ու մի քանի տարի առանց խոսալու սուսուփուս գլուխը կախարած աշխատեն, որովհետև մենք ինչու է կարևոր նաև այս շփումները, որովհետև այս վերացական դաշտ մտնելով, հակամարտություն գտնելով, նաև մեզ լավ զգալով, կներեք, որ անցնում եմ խոսակցական մակարդակի, մենք չենք հասկանում ինչ հասարակության հետ գործ ունենք, ինչ պետության հետ նաև գործ ունենք ու նաև միայն այդ տեղեկատվական դաշտում ինչ-որ մի բան իրենք ասեցին, պետք է անպայման մենք ասենք, ինքնահաստատվենք, բայց իրականությունը գետնի վրա այս 30 տարում Ադրբեջանը շատ ավելի է փոխվել, քան Հայաստանը, ու սա նույնպես պատճառներից մեկն է, ինչու է Հայաստանը այս վիճակում գտնվում եւ ինչու է 2020-2023 թվականներին այս ամենը կատարվել։ Սա շատ կարեւոր է եւ այս վերացական փուչիկից մեր հայտնվել այդ իրականության մեջ ու փորձել նաեւ դասեր քաղել կատարվածից, որովհետև 30 տարի իսկապես Ադրբեջանը կառուցել է մի պետություն, այնտեղ կա իհարկե շատ մեծ թերություն, որը բոլորիս հայտնի է ինչն է, բայց այնտեղ կան նաև ձեռքբերումներ տարբեր բնագավառներում, որոնք մենք չունենք։ Սա նույնպես թույլ է տալիս հասկանալ, ինչու ենք մենք գտնվում այսօր այս վիճակում։